Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1339-րդ օրն է։ Ռուսական օկուպացիոն բանակի կորուստների թիվը հասել է ըստ ուկրաինական գենշտաբի 1,144,170 օկուպանտ։ Տեղեկատվությունը շատ է, կարևոր բաներ շատ կան, բայց երևի թե փորձեմ հարցազրույցներով անդրադառնալ օրինակ Զելենսկոն նոր այցելություններին եւ բանակցություններին։ Ինչպես գիտեք, անցած օրերին Զելենսկին բազում հանդիպումներ է ունեցել եվրոպական գոլեգաների հետ եւ շատ կարևոր որոշումներ կան, 1-2-ին կանդրադառնամ, բայց ինձ թվում է պետք է առանձին ուկրաինացի փորձագետների հետ զրուցենք, երևի թե այդպես ավելի ճիշտ կլինի։ Կտեսնեմ ինչպես կստացվի, որովհետև շատ խառն են վերջին օրերը եւ պատերազմական իրավիճակը եւ քաղաքական իրադարձություններն են շատ։ Միշտ չի որ ժամանակ է մնում փորձագետների հետ հանգիստ քննարկել կարևոր հարցեր, բայց գիտեք, ձեզ համար անում եմ ինչ հնարավոր է։ Վստահ եմ, որ վերջին օրերի նորություններից մեր լսարանը ուզում է իմանալ, թե ինչու հանկարծ Թրամփը որոշեց կիրառել որոշ սանկցիաներ Ռուսաստանի դեմ եւ ինչ միջուկային տրիադ է փորձարկել դիկտատոր Պուտինը։ Չգիտեմ ինչպես ավելի ճիշտ կլինի ներկա պահին նրան ներկայացնել, երևի թե դիկտատոր եւ զորավարի իմիտատոր Պուտինը, որովհետեւ նորից գործ ունենք բլեֆի հետ։ Ես հասցրեցի երկու բառով քննարկել մասնագետների հետ Պուտինի արածները, հիմա ձեզ կներկայացնեմ։ Իսկ Թրամփի մասով ասա, որ սանկցիաների կիրառման ճանապարհով նրա գնալը նպատակ ունի մեղմացնել իր վրա ճնշումը։ Մենք բազմիցս խոսել ենք այս թեմայով, Թրամփի վրա ճնշում է գործադրում ամերիկյան ընտրողը, ինչպես նաև իր կողմից հարգված արևմտյան գործընկերները, ովքեր ազդեցություն ունեն նրա վրա։ Թրամփը բնականաբար եւ ցավոք մեզ համար մեր կողմը չի անցնելու, բայց հիմա խնդիրն այն է, որ նա գոնե շատ չխանգարի։ Իսկ խանգարելը միշտ կլինի, որովհետեւ նրա քաղաքական նպատակներն ու խնդիրները բացարձակապես չեն համընկնում մեր հետ։ Այստեղ մեկ այլ նյուանս է առաջ գալիս։ Եվրոմիության նոր սանկցիաներում կան արդեն կենտրոնական Ասիայի երկրներից ընկերություններ, հուսանք այնպես չի ստացվի, որ նոր իմանանք, թե հայկական ընկերություններ են հայտնվում ցուցակներում, պետք է հեռու մնալ Ռուսաստանից, կարճ սա ասեմ եվրոպական սանկցիաների մասով, անցնենք Պուտինին, այսպես կոչված նրա միջուկային փորձարկումներին, դրանք հերթական պրոպագանդիստական լապշան են կիսագրագետ մարդկանց համար, այն տեսակի հերթիռները, որոնց մասին խոսում են ռուսները, թե իբր փորձարկվել են, տեսականորեն դրանք նույնիսկ եթե ընդունենք, որ փորձարկվել են, կարևոր բառը կրկնվեմ տեսականորենն է, կարող են օգտագործվել այլ նպատակների համար, ոչ թե Ուկրաինայի դեմ։ Կարելի ասել, որ այդ բլեֆը նա հորինել էր, չգիտեմ, երևի թե Թրամփին կամ Թրամփի շրջապատի վախկոտներին տպավորելու համար։ Իսկ այն, ինչ ռուսները փորձել են հարմարացնել Ուկրաինային հարվածելու համար, չկարողացավ նույնիսկ նորմալ օդ բարձրանալ, քանի անգամ քանդվեց երկնքում, քանդվեց օդում, արդեն անդրադարձել ենք մի քանի անգամ այդ թեմային, նույնիսկ արդեն ծիծաղելի չէ։ Պուտինի բանակը ծանր կորուստներ ունի Սումիի մարզում եւ Կուրսկի մարզում Ռուսաստանի տարածքում, շվեդական կործանիչները Ուկրաինայի համար Ռուսաստանի ռեպարացիաների հաշվին են լինելու, նաեւ ՆԱՏՕ-ի եւս մեկ երկիր պատրաստվում է գնել ամերիկյան զենք Ուկրաինային փոխանցելու համար։ Չինաստանը շոկի մեջ է Ամերիկայի նավթային պատժամիջոցներից Ռուսաստանի դեմ, իրոք անսպասելի էր Չինաստանի համար։ Դրոնները հարվածել են Ռիազանի նավթավերամշակման գործարանին եւ ավիաբազային։ Ռուսաստանում տնտեսությունը գլորվում է անդունդ, հարկերի աճ, բիզնեսի անկում եւ ներդրումների փախուստ։ Հիշեցնեմ, որ բոլոր այն կադրերը, որոնք մենք չենք կարող ցուցադրել YouTube-ում, կարող եք տեսնել մեր Telegram-յան ալիքում։ Մինչեւ այսօրվա այլ թեմաներին անցնելը խնդրում եմ մի քանի վայրկյան ընձեռնեք լայքելու համար եթերը եւ եթե կարելի է տարածեք սոցիալական ցանցերում։ Իսկ ովքեր դեռ բաժանորդագրված չեն, խնդրում եմ նաեւ բաժանորդագրվեք։ Սկսենք երևի թե Կուրսկից եւ Սումիի մարզից, որտեղ հոկտեմբերի 21-ին եւ 22-ին Պուտինի բանակը հարձակվեց Ուկրաինայի զինված ուժերի դիրքերի վրա Ալեքսեևկա գյուղի ուղղությամբ Սումիի մարզի տարածքում, միևնույն ժամանակ ուկրաինական ուժերը հակահարձակման անցան, հարվածներ հասցնելով թշնամու զորքերին Կոնստանտինովկա, Սատկի եւ Յունակովկա բնակավայրերի շրջանում։ Ըստ ռուսական ռազմական թղթակիցների հաղորդագրությունների, որոնք ենթադրաբար կապված են Ռուսաստանի հյուսիսային խմբավորման հետ, մոտ 200 զինծառայողների հարազատներ 186-րդ մոտոհրաձգային գնդից դիմել են Ռուսաստանի ռազմական հրամանատարությանը, խնդրելով տարհանել խմբավորումը, այդ թվում զոհված զինծառայողների մարմինները։ Մանրամասնեմ, խոսքը գնում է Կուրսկի մարզում ռուսական գյուղի մասին, որը գտնվում է սահմանից 6-ից 7 կիլոմետր խորքում ռուսական տարածքում։ Նույն աղբյուրի պնդմամբ այս գունդը 25 թվականի սեպտեմբերից գործում է Կուրիլովկայի ուղղությամբ Կուրսկի մարզում։ Z հալիքների տվյալներով հյուսիսային խմբավորման հրամանատար գեներալ գնդապետ
վարչապետ Եվգենի Նիկիֆորովը անտեսել է Ռուսաստանի գլխավոր շտաբի արգելքը Ռուսաստանի օդատիեզերական ուժերի անձնակազմից ձևավորված մոտոհրաձգային ստորաբաժանումները օգտագործելու հարձակողական գործողություններում Նիկիֆորովը խախտելով հրամանը մոտոհրաձգային ստորաբաժանումներն ուղարկել է Ծյոտկինը փոխարինելու 1427-րդ մոտոհրաձգային գնդի ստորաբաժանումներին եւ մասնակցելու հարձակողական գործողություններին փորձելով գրավել Ռիժևկա բնակավայրը։ Ռուսական ռազմական թղթակիցը նաև հայտնել է, որ ծովային հետևակի 810-րդ բրիգադի 382-րդ բատալյոնի ստորաբաժանումները շարժվել են Ստեպնոյի ուղղությամբ, սակայն հետագայում վերադարձել են Ելման դիրքեր։ Սա խոսում է նրա մասին, որ Պուտինը անընդհատ հրաման է տալիս առաջ գնալ, բայց մարտի դաշտում զորքը տեսնում է, որ հնարավորություն չկա։ Միևնույն ժամանակ նույն բրիգադի 3-րդ բատալյոնի ստորաբաժանումները Կանդրատովկայի շրջանում ջրային արգելքների հաղթահարման ընթացքում կրել են ծանր կորուստներ եւ չեն ստանում բավարար բժշկական օգնություն ձմեռային հիվանդությունների դեմ պայքարի համար։ Բացի այդ, հայտնի է դարձել, որ ռուսական զորքերը դուրս են բերում տարածքային վերահսկողության ստորաբաժանումները ուկրաինական Յունակովկայից, այլ կերպ ասած, նրանք կորցնում են նաեւ այդ բնակավայրը, որը ուկրաինական է, եւ ռուսները այն գրավել էին դեռ այս տարվա գարնանը։ Ձմռանը չկարողացան, գարնանը մեծ զոհերի գնով մտան Յունակովկա, իսկ հիմա իրենց իսկ տեղեկատվությամբ դուրս են գալիս, չդիմանալով ուկրաինական ճնշմանը։ Հուսամ պուտինասերները, ովքեր սիրում են մեկնաբանություններում գրել սուտ է, նրանք արդեն երևի թե ռուսական աղբյուրներից տեղեկացել են եւ հասկանում են, որ մենք գիտենք շատ ավելի շատ բան, քան սովորական Ռուսաստանի բնակիչները։ Վերջին օրերին լսեցինք, որ Ուկրաինան Շվեդիայի հետ պայմանագիր է կնքել գրիպեն կործանիչների գնելու վերաբերյալ։ Շվեդիան թույլ է տալիս օգտագործել Ուկրաինայի վերականգնողական վարկի մի մասը ռուսական ակտիվների սառեցված մասի հաշվին 100-ից 150 հատ գրիպեն կործանիչների մատակարարման համար։ Այս մասին հայտարարել է Շվեդիայի պաշտպանության նախարար Պոլ Յոնսոնը։ Ստացվում է, որ ռուսները իրենց փողով մեր զենքն են ֆինանսավորում։ Հիշում եք, չէ՞, ինչ էր ասում Պուտինը մեր վրա հարձակվելու օրը ապառազմականացումը, դա կետերից մեկն էր, երևի թե նրա գլխավոր նպատակներից էր, բայց հիմա Ռուսաստան ապառազմականացվում, զենք չունի եւ ստիպված է Հյուսիսային Կորեայից ներմուծել, իսկ մենք զինվում ենք նաեւ ռուսների փողերը օգտագործելով։ Իրենք կասեին իրոնիա սուձբի, չէ՞։ Դե ձեզ տեսնեմ, պուտինիստներ, սկսեք գրել մեկնաբանություններում, թե իբր հաղթում եք, թե իբր ամեն օր առաջ եք գալիս, հա։ ՆԱՏՕ-ի եւս մեկ երկիր պատրաստվում է Ամերիկայից զենք գնել Ուկրաինայի համար։ Իսպանիան ծրագրում է միանալ Փարլ ծրագրին, Ամերիկայից ռազմական տեխնիկա, զենք եւ զինամթերք գնելու Ուկրաինայի համար։ Այս մասին հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, տեղեկացնում է El País-ը։ Սանչեսը նշել է, որ ամերիկյան զենքի գնումը Ուկրաինայի զինված ուժերի համար ՆԱՏՕ-ի նախաձեռնությունն է, քանի որ Իսպանիան միշտ հավատարիմ է եղել դաշինքին եւ աջակցել է Ուկրաինային նրա պայքարում օկուպացիոն ռուսական բանակի դեմ։ Մադրիդը կմիանա Փարլ նախաձեռնությանը, դա տեղի կունենա մոտակա ժամանակներս։ Ուկրաինայի զինված ուժերը հաստատել են հարվածը Ռյազանի նավթավերամշակման գործարանին։ Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալներով հարձակման արդյունքում գրանցվել են պայթյուններ Ռյազանի նավթավերամշակման գործարանի գոտում, ինչպես նաև ուժգին հրդեհ է բռնկվել ձեռնարկության տարածքում։ Ռյազանի նավթավերամշակման գործարանը պատկանում է Ռոսնեֆթ ընկերությանը, որի դեմ Ամերիկան հոկտեմբերի 22-ին կիրառել է տնտեսական պատժամիջոցներ։ Դե հարվածն էլ ուկրաինական պատժամիջոցներն են։ Այս ձեռնարկությունը տարեկան կարող էր մշակել ավելի քան 17 միլիոն տոննա ռուսական նավթ։ Դա նշանակում է, որ այն օրինական թիրախ էր Ուկրաինայի համար։ Ոգևորիչ տեսանյութերը, ինչպես միշտ մեր տելեգրամյան ալիքում են։ Բացի դրանից, նույն գիշեր Ուկրաինայի հարվածային դրոնները խոցել են հակառակորդի զինամթերքի պահեստը Բելգրադի մարզի Վալույկի բնակավայրի շրջանում։ Դեպքի վայրում դիտվել են զինամթերքի դետոնացիաներ եւ պայթյուններ։ Նույն օրը ուկրաինական բարի դրոնները կատարել են նաեւ այլ ռազմական առաջադրանքներ, բայց առայժմ Գենշտաբը դրանց մասին չի բարձրաձայնում։ Կա տեղեկատվություն, որ նույն գիշեր հարձակման է ենթարկվել Նիժնի Նովգրադի մարզում Լեսնագորսկ գյուղի մոտ գտնվող Արզամասկայա 500 կիլովատանոց ենթակայանը։ Սա Նիժնի Նովգրադի մարզի էներգամատակարարման հիմնական հանգույցներից մեկն է, որը էլեկտրաէներգիա է մատակարարում տարածաշրջանի մի քանի շրջաններ եւ խոշոր սպառողներին, օրինակ Գազպրոմին եւ ռուսական երկաթուղիներին։ Ռուսաստանի Դաշնության զինված
ագրեսիայի դադարեցմանը ուղղված միջոցառումները Ուկրաինայի կողմից շարունակվում են հարվածների ձևով։ Ռուսական լրատվամիջոցները հայտնել են Չելյաբինսկի մարզի պլաստմաս գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքների մասին, հուշելով, որ առաջիկայում զոհերի թիվը կտրուկ կաճի։ Մենք այդ թեմային երեք ենք անդրադարձել։ Ռուսաստանի իշխանությունները հաստատել են խոշոր տեխնոգեն աղետը Չելյաբինսկի մարզի Կապեյսկի պաշտպանական ձեռնարկությունում։ Պաշտոնական լրատվամիջոցների տվյալներով երեքշաբթի գիշերը պլաստմաս գործարանում տեղի ունեցել պայթյունների շարք մարտական զենքի դետոնացիայից։ Սկզբում հաղորդվում էր 9 զոհի մասին, բայց արդեն առավոտյան ռուսական լրատվամիջոցները հայտնել են, որ զոհերի թիվը շարունակում է աճել։ Ըստ անհետքորածների քանակի զոհերը շատ ավելի շատ կլինեն, դե ինձ թվում է իրական թիվը ոչ ոք երբեք չի լիմանա։ Ռուսաստանի տնտեսությունը շարունակում է սուզվել, եթե կարելի է պատկերավոր ասել, Ուկրաինայի դեմ պատերազմի շարունակությունը արագացնում է Ռուսաստանի տնտեսության քայքայումը, բարձրանում են հարկերը, փակվում են ձեռնարկությունները, իսկ բիզնեսը մեծ մասամբ անցնում է ստվեր։ Մինչ Կրեմլը շարունակում է զինել ճակատար ռուսական տնտեսության հաշվին, արագ կորցնում է կայունությունը, նոր հարկային որոշումները, բյուջետային դեֆիցիտը եւ բիզնեսի արտահոսքը միայն արտաքին նշաններն են պատերազմի հետևանքով առաջացած խորքային ճգնաժամի։ Ապորա-Ռուսիա կազմակերպության նոր տվյալները ցույց են տալիս, որ երկրի 70%-ից ավելի ձեռնարկատերերը արդեն պատրաստվում են բարձրացնել գները իրենց եկամուտների վնասը փոխհատուցելու համար։ Մնացածները մտադիր են անցնել ստվերային տնտեսական գործունեության կամ դիմել գոյատևման սխեմաներին։ Պատճառը պարզ է՝ կառավարությունը որոշել է բարձրացնել հարկային բեռը, պատերազմի ծախսերը բեռնելով նրանց ուսերին, ովքեր դեռ աշխատում են։ Իրականում Մոսկվան ընտրել է ինքնակայքայման ռազմավարություն, ռեսուրսները ծախսելով պատերազմի վրա, ոչ թե զարգացումների։ Բյուջետային դեֆիցիտը աճում է, եկամուտները նվազում են, պատժամիջոցները խեղդում են արտահանումը, իսկ ներքին շուկաները սեղմվում են հարկային ճնշման տակ։ Պետությունը պահանջում է ավելի շատ, բայց փոխարենը ոչինչ չի տալիս։ Բազմաթիվ փորձագետներ ասում են, որ Պուտինյան Ռուսաստանը կրկնում է Խորհրդային Միության ճակատագիրը, իսկ մենք շուտով կփորձենք խորանալ այս հարցում, հրավիրելով մեր եթեր հայտնի տնտեսագետի։ Bloomberg-ը գրում է, որ Չինաստանը ցնցված է Ամերիկայի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառված նավթի պատժամիջոցներից։ Ամերիկայի սահմանափակումները, որոնք ուղղվում են Ռուսաստանի խոշորագույն էներգետիկ ընկերություններին, իսկապես մեծ հարված են Չինաստանին, ռուսական նավթի հիմնական գնորդին, որը հիմա կանգնած է ընտրության առաջ կամ վտանգվել երկրորդային պատժամիջոցներից կամ կորցնել միլիոնավոր բարել էժան հումք։ Bloomberg-ի տվյալներով չինական նավթարդյունաբերությունում սկսել է հուզում, պանիկա, պետական եւ մասնավոր վերամշակողները արագ վերանայում են պայմանագրերը եւ մատակարարման սխեմաները, փորձելով պահել ռուսական նավթի մուտքը, բայց միաժամանակ խուսափել ամերիկյան սահմանափակումներից։ Վերջին ամիսներին Ռուսաստանը ապահովել է Չինաստանի ամբողջ նավթային ներմուծման մինչև 20%-ը, մոտ 2 միլիոն բարել օրական։ Սա Մոսկվային դարձնում է չինական գործարարների համար հումքի հիմնական մատակարարներից մեկը, որտեղ պատրաստում են դիզել, բենզին եւ պլաստիկ։ Այժմ, ինչպես նշում են վաճառողները, չինական եւ հնդկական ընկերությունները կանգնած են ամերիկյան երկրորդային պատժամիջոցների վտանգի առաջ, նրանց սպառնում է անջատումը, արևմտյան բանկային համակարգերից դոլարային հաշիվների մուտքի սահմանափակում եւ հաշիվների սառեցում։ Վտանգի տակ են նաեւ արևմտյան վաճառողները, փոխադրողները եւ ապահովագրողները, որոնք մինչեւ այժմ ապահովել են մատակարարման կայունությունը։ Ռուսական Ռոսնեֆթ եւ Լուկոյլ ընկերությունները ըստ վերլուծաբանների ապահովել են ամբողջ ռուսական նավթի արտահանման գրեթե քառորդը դեպի Չինաստան։ Նրանց մատակարարումները ծովով Կազմինո նավահանգստից սնուցել են Չինաստանի Շանդուն նահանգի տասնյակ անկախ նավթ մշակող գործարաններ։ Հիմա այս ուղիները վտանգի տակ են, եթե չինական ընկերությունները որոշեն պահպանել պատժամիջոցները, կկորցնեն էժան հումքի մուտքը, ինչը սահմանափակում էր ներքին վառելիքի գների աճը, իսկ եթե կտրական արկածախնդրության գնան եւ խախտեն պատժամիջոցները, կհանդիպեն հաշիվների կասեցման եւ արևմտյան գործընկերների կորստի հետ։ Դա մենք կտեսնենք, թե ի վերջո ինչ կպատահի։ Կուզեի երկու բառով անդրադառնալ այն փաստին, որ հայկական իշխանությունները ի վերջո լսեցին մեր հորդորները եւ ցորեն են գնում ոչ միայն Ռուսաստանից, բայց ցավոք էլի հեռու չեն գնացել, գնում են Ղազախստանից, իսկ միջազգային մամուլում դրա մասին մենք իմացել ենք Ալիևի հայտարարություններից։ Նենց չստացվի, որ մինչ այդ ռուսներն էին հացը երեսով տալիս, հիմա էլ ադրբեջանցիները ասեն, որ առանց իրենց թույլատվության հաց չեր լինի Հայաստանում, հա։ Շատերի համար է անհասկանալի, թե ինչու Ուկրաինայից ավելի մոտ եւ Ղազախստանից ավելի դյուրին լոգիստիկայի դեպքում չգնացին, բայց ինձ թվում է մեր լսարանը, եթե երեք տեսել է հատկապես Պետրոս Ղազարյանի հարցազրույցը, արդեն պարզ է իշխանական պատկերացումները եւ մոտեցումները Ուկրաինայի հանդեպ։ Նման իրավիճակում պարզ է, որ Ուկրաինային
բանակին յուրային չեն համարում եւ եվրոպական ուղղությունը ինչ էլ որ ասեն որոշ սազանդարներ, պարզապես զուտ քաղաքական հռետորաբանություն է առանց որևիցե կոնկրետ քայլերի։ Չի ուզենա շատ երկարացնել լրատվական մասը, դիտենք հարցազրույց Բորիս Նավասարդյանի եւ Դավիթ Ալավերդյանի հետ, ինձ թվում է նրանց Հայաստանում գրեթե բոլորը ճանաչում են, հայտնի մարդիկ են մեդիա ոլորտի եւ խոսել ենք հենց մեդիա ոլորտի հարցերի շուրջ, անդրադարձել ենք իհարկե նաեւ քաղաքական որոշ հարցերի, վստահ եմ մեր լսարանին հատկապես դուր կգա հարցազրույցը։ Ես ողջունում եմ մեր լսարանին, այսօր հանդիպել ենք երկու հայ մեդիա մասնագետների հետ, Բորիս Նավասարդյան, Դավիթ Ալավերդյան, բազմիցս եղել են մեր եթերներում, մեր լսարանը լավ ծանոթ է, բարև ձեզ, ուրախ եմ ձեզ տեսնել։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հաճախ եք լինում արտասահմանում, շփվում եք օտարերկրյա լրագրողների եւ փորձագետների հետ, նկատում եք արդյոք փոփոխություն Հայաստանի մեդիա ընկալման մեջ, Դավիթ, տարի քեզանից սկսենք։ Այո, վերջին այցիս ընթացքում Պրագա եւ Բրյուսել նկատեցի Եվրո տարբեր պաշտոնյաների հետ, գործընկերներիս հետ, որ Հայաստանը սկսում է ավելի հետաքրքիր լինել նրանց համար, պայմանավորված է մեր եվրոինտեգրման ձգտումներով եւ պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանը կարծես փոխարինելու է գալիս Վրաստանին այն երկրների եռյակում, որոնք ձգտում են հետագայում ինտեգրվել Եվրամիությանը, նախկինում այդ սուպեր եռյակը Մոլդովան, Ուկրաինան եւ Վրաստանն էին, որոնք նաեւ հայտարարվեցին թեկնածուներ, բայց այս պահին Վրաստանը գուցե ժամանակավոր, գուցե ավելի երկարատև այդ եռակից դուրս է մնացել եւ Հայաստանը կարծես գալիս է փոխարինելու Վրաստանին, դա է նաեւ ապացուցում այն հանգամանքը, որ Եվրամիությունը եւ դա չեն թաքցնում հաջորդ տարի բազմաթիվ միջոցառումներ է պլանավորել Հայաստանի հետ կապված եւ Հայաստանում, այնպես որ տպավորություն ունեմ, որ 2026-ը կարող է բավականին լուրջ տարի լինել եվրոպական նկրտումների տեսակետից։ Պարոն Նավասարդյան։ Ես էլ եմ նկատում, որ հետաքրությունը բավականին մեծ է։ Ես չի ասի, որ առաջ այդ հետաքրությունը չկար, քանի որ ամեն դեպքում լրագրողները հետաքրքրասեր մարդիկ են եւ այնպիսի երկիր ինչպիսին Հայաստանն է, իրանց համար նաեւ ազոտ պրոֆեսիոնալ առումով էկզոտիկա է, պարտադիր չի, որ էկզոտիկան միայն բնության եւ հուշարձանների հետ կապված լինի։ Եվ միշտ ինչքան օրինակ մեր կազմակերպությունը Երևանի մամուլի ակումբը առաջարկում էր հանդիպել ինչ-որ միջոցառումների, Հայաստանում միշտ պատրաստական էին գալ։ Հիմա առավել եւս դա այդպես է։ Հետաքրությունը պայմանավորված է նաեւ նրանով, բացի Դավիթի հիշատակածից, որ Հայաստանը բավականին բարձր է դասվում մամուլի ազատության տեսակետից, վերջի անգամ լրագրողներ առանց սահմանների մեզ հատկացրել էին 34-րդ տեղը աշխարհում, դա հետխորհրդային երկրի համար բավականին բարձր տեղ է, թեև եթե մենք համադրում ենք այդ 34-րդ տեղը այն վերլուծական տեքստի հետ, որը լրագրողներ առանց սահմանների ներկայացրել են, ապա այդքան էլ ամեն ինչ լավ չէ, բայց ամեն դեպքում համեմատության մեջ Հայաստանը իհարկե մամուլի ազատության տեսակետից բավականին առաջատար դիրքերում է մանավանդ մեր տարածաշրջանում եւ նաեւ դրանով է կարծում եմ հետաքրությունը զուտ պրոֆեսիոնալ առաջանում, ասեմ նաեւ Դավիթը շատ լավ տեղյակ է դրա մասին, որ մեր լրատվամիջոցների էթիկայի դիտորդ մարմինը, որը ես ղեկավարում եմ, 2027 թվականին ընդունելու է նաև եվրոպական անկախ մամուլի ալյանսների, մամուլի խորհուրդների ալյանսի տարեկան ժողովը եւ դա որոշվել է սեպտեմբերի վերջում այս տարվա հավաքի ընթացքում եւ բավականին այդպես մեծ աջակցություն, մեծ ողջավորություն եւ քվեարկության ժամանակ մենք տեսանք եւ փաստորեն առաջին անգամ կարելի է ասել այդպիսի մեծ մեդիայի հետ կապված միջոցառում անցկացվելու է Հայաստանում, փաստորեն դա հետևելու է նաեւ այդ եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը, որը քաղաքական առումով ամենամեծ միջոցառումն է, որը երբևէ
անցել է Հայաստանում։ Ես ավելացնեմ նաև, որ Բորիս համեստորեն լռեց այն մասին, որ նաև տվյալ մարմնում չի անցել ադրբեջանցիների առաջարկը 2026 թվականին ընդունելու այդ միջոցառումը, պարզապես մերժել են, եւ ավելացնեմ նաև, որ կարծես դադարում է այս տարվա վերջին կամ գուցե հաջորդ տարվա վերջին եվրոպական հարևանության ֆորմատը կարծես դադարում է իր գոյությունը, 6 երկիր էր ի սկզբանե արևելյան գործընկերության ֆորմատը դադարում է եւ ինչ-որ մի նոր ֆորմատ է գալու փոխարինելու 6 երկիր էր ի սկզբանե անդամակցում, որոնցից մեկը Հայաստանն էր, ընդհանուր առմամբ պետք է ասել, որ երկու երկիր առնվազն փաստացի վերջին տարիներին չէին էլ մասնակցում դրա աշխատանքներին, Բելարուսը ընդհանրապես դուրս մղվեց այդ կազմակերպությունից, ինքը իրեն դուրս մղեց, իսկ Ադրբեջանը երբ իրեն շահեկան էր մասնակցում էր, երբ իրեն շահեկան չէր մասնակցում, չգիտեմ այդ ֆորմատը ունեցավ հաջողություն թե ոչ, բայց ամեն դեպքում նպաստեց նրան, որ առնվազն 3-4 երկիր ավելի մերձեցան Եվրոպական միությանը, բազմաթիվ ծրագրեր դրա միջոցով իրականացվեցին եւ գուցե նաեւ իսկապես ժամանակներ այդ ֆորմատը փոխելու, տեսնենք ինչ կառաջարկի Եվրամիությունը, ես ինքս ակնկալիքներ ունեմ, որ 2026 թվականին Հայաստանին կարող են իսկապես հեղափոխական ինչ-որ նոր բաներ առաջարկվել։ Ամեն դեպքում գիտեմ, որ Հայաստանը հետզհետե կատարում է Եվրամիության պահանջները եւ հաջորդ տարվա ընթացքում նաեւ պարտադիր բժշկական ապահովագրության պահանջն են կատարելու, որքան գիտեմ դա վերջին երկու ամենակարևոր եւ գուցե ամենածանր պահանջներից էին Եվրամիության, որպեսզի վիզայի ազատականացման process-ը սկսի, ենթադրում եմ, որ գուցե հաջորդ տարի նաև այդ մասին հայտարարվի, ինչը Հայաստանին ավելի մոտիկ կդարձնի նաև Եվրոպական միությանը, որտեղ դուք էլ գիտեք, որ այսօր այդ Շենգենյան վիզա ստանալու գործընթացը շատ կարևոր ծայրահեղական նշանակություն ունի այդ հարաբերությունների մեջ եւ ցավոք սրտի հիմնականում բացասական նշանով։ Գիտենք, որ Հայաստանը հակառակորդ համարող պետությունները թշնամական քարոզչություն են վարում արտաքին դաշտում։ Կա պետական քաղաքականություն, ինչպես առաջ մենք սովոր էինք որոշակի մարմնից ստանալ տեղեկատվություն արտասահմանի հետ աշխատելու համար, որովհետև հիմա միգուցե ես չեմ գտնում, միգուցե կա, եւ եթե ովքեր են անում այդ աշխատանքը, ովքեր են պայքարում արտաքին թշնամական քարոզչության հետ։ Դե ինչ վերաբերում է արտաքին թշնամական քարոզչությանը, ապա Հայաստանում ընթացքի մեջ է Stratcom-ի ստեղծման գաղափարը, որը փաստորեն լինելու է այն կառույցը, դեռ պարզ չի, որ պետական կառույցի կազմում, որը զբաղվելու է հենց տեղեկատվական անվտանգության հարցերով, հաղորդակցությունների կազմակերպման հարցերով եւ շատ կարեւոր կառույց է այն տեսակետից, որ բոլոր Եվրամիության անդամ երկրներում այն թե արդեն կա Ուկրաինայում, կա Մոլդովայում եւ Հայաստանը փաստորեն այդ ճանապարհով գնում է, մնում է, որ այդ ամբողջ աշխատանքները հնարավորինս պրոֆեսիոնալ կազմակերպվեն։ Դա է մեր հիմնական հոգսերը, որտեղ կառավարման արդյունավետության տեսակետից ցավոք Հայաստանը որպես պետություն չի փայլում եւ Դավիթը հիշատակեց կարեւորությունը պարտադիր բժշկական ապահովագրության թեմայի, իրոք կարևոր թեմա է, սակայն կարծում եմ այդ ուղղությունը դոփում է տեղում արդեն մի քանի տարի հենց այն պատճառով, որ ենթադրում եմ կառավարման բավականին բարդ եւ արդյունավետ աշխատող համակարգ, որին ոչ միշտ մեր կառավարման համակարգը պատրաստ է։ Եվ դրա ապացույցը նաև պարտադիր հայտարարագրման ինստիտուտն է, որը Հայաստանում այս տարվանից ներդրված է եղել բոլոր քաղաքացիների համար, բայց քանի որ այդ համակարգը չեն կարողացել առայժմ ստեղծել այնպես, որ արդյունավետ աշխատի, փաստորեն կիսով չափ կանգնեցնում են այդ գործընթացը եւ քաղաքացիները կարող են եւ հայտարարագրել չներկայացնել, եթե հարկային մարմիններին իրենց մասին բոլոր տեղեկությունները հայտնի են, այսինքն եթե գործարքները, որոնք ենթադրում են եկամուտներ, կատարվում են Հայաստանի տարածքում, այլ ոչ թե այլ երկրներում։ Խոսքով դա մեզ հուշում է, որ պետք է
իհարկե բոլոր ուղղություններով բարձրացնել իշխանությունների արդյունավետության հարցը եւ ցավոք այս նախընտրական շրջանը դրան չի նպաստում։ Մեր բոլոր ամբողջ քաղաքական վերնախավը զբաղված է նրանով, թե ինչպես կարելի է հակառակորդին տապալել եւ հնարավորինս շատ ձայներ բերել ընտրությունների ժամանակ եւ շատ դեպքերում դրա համար որպես գործիք ընտրվում է պոպուլիզմը եւ դա իհարկե մտահոգիչ հանգամանք է եւ հաստատ եւ Դավիթին եւ ինձ դուր չի գալիս ինչպիսի իրավիճակ է մեդիա ոլորտում բովանդակության տեսակետից, եթե խոսքը գնում է քաղաքական գործընթացների մասին։ Չկան այնպիսի օրակարգեր, որոնք պարզ կդարձնեն, թե Հայաստանը ինչպիսի ռազմավարություն ունի բարեփոխումների իրականացման առումով եւ հիմնական փաստորեն մարտավարությունը դա ուղղակի վարկաբեկել հակառակորդին, այլ ոչ թե ցույց տալ, թե դու ինչին ես ունակ, դու ինչին ես պատրաստ, մի քանի կարգախոսներ են ընտրված, այնպիսին ինչպիսին Չորրորդ հանրապետությունն է, իրական Հայաստանը եւ խաղաղությունը արդեն հաստատված է եւ այլն, բայց պարզ է, որ այդ բոլոր ուղղություններով ապահովելու համար զարգացումը շատ ավելի մանրակրկիտ եւ նվիրված եւ պատասխանատու աշխատանք է պետք, քան մենք այսօր տեսնում ենք։ Ես էլ ավելացնեմ, որ տեղեկատվական դաշտում որպես այդպիսին այսօր աշխատանք չի իրականացվում, հատկապես արտաքին տեղեկատվական դաշտում բավականին բարձի թողի վիճակ է, այնպես որ այո, ժամանակին նման մարմին ստեղծվել էր, որ արտաքին քարոզչությունը համակարգեր, բայց այսօր այդ մարմինը եւս կարծում եմ հիմնականում զբաղված է ներքաղաքական խնդիրներով եւ այդ խնդիրներն է լուծում։ Ավելացնեմ նաեւ Stratcom-ի հետ կապված իմ ստացված վերջին տեղեկությունները, շատ աշխատանք կատարվել էր եւ բավականին մոտ էին արդեն ամփոփիչ հատվածին, սակայն խնդիրն այն է, որ աշխատանքները իրականացվում էին Միացյալ Նահանգների կառավարության միջոցներով, կոնկրետ USAID-ի տրամադրած միջոցներով, սակայն USAID-ի լուծարվելուց հետո աշխատանքները այս ուղղությամբ եւս գրեթե դադարեցված են եւ որևէ ստրուկտուրային եւ համակարգային փոփոխություններ առայժմ չեն եղել տվյալ համակարգում, ինչպես կարա այնպես էլ շարունակվում է, բացի մի քանի փաստաթղթերի ընդունումից բացի, առայժմ մենք որևէ ակտիվ աշխատանք այս առումով չենք տեսնում, նաեւ պետք է ասեմ, որ էլի USAID-ի ծրագրի միջոցով ընդունվեց դեռևս 2024 թվականին ապատեղեկատվության դեմ պայքարի վերաբերյալ կոնցեպցիան ընդունվեց, ինչպես նաև ընդունվեց գործողությունների պլանը, որը ինչպես կարող եք կռահել, ինչպես եւ բազմաթիվ այլ փաստաթղթեր շարունակում է մնալ միայն թղթի վրա եւ շատ քիչ թվով մարդիկ Հայաստանում գիտեն, որ նման փաստաթղթեր կան, ել չասած դրա մասին, որ շատ քիչ թվով մարդիկ են մտադիր այդ փաստաթղթերը իրականություն դարձնել։ Ցավոք սրտի PR-ի եւ պոպուլիզմի էլեմենտները հայկական իրականության մեջ ավելի շատ են, քան թե բուն աշխատանքը, որ պետք է այդ ուղղությամբ կատարվի եւ խոսքը վերաբերում է բոլոր ասպարեզներին, շատ ցավալի բաներ են տեղի ունենում եւ երբեմն պարադոքսալ, այդ թվում նաեւ սպանություն, որը ցնցել էր իմ բազմաթիվ գործընկերներին, չեչեն մի կնոջ սպանություն, որը իր ամուսնու բռնություններից փախչել էր Հայաստան որպես անվտանգ մի երկիր եւ հայտնաբերել էին նրա դիակը եւ մենք տեսնում ենք, որ կարող է միտեղ կարող են լինել հազարավոր ոստիկաններ որևէ մեկին ձերբակալելու համար եւ ուրիշ տեղ չլինի գոնե մեկ ոստիկան կամ ոստիկանության աշխատակիցներ, որպեսզի մարդուն բռնությունից կամ սպանությունից փրկեն։ Այդպիսի մի այսօր հասարակության մեջ ենք մենք այսօր ապրում, պարադոքսալ, բայց սա է մեր իրականությունը։ Փոխվել է արդյոք ռուսական քարոզչությունը Հայաստանում, ասենք Ուկրաինայի իրադարձությունների շուրջ լրատվությունը կամ Հայաստանի հետ կապված իրավիճակների լուսաբանման հետ։ Ձեր կարծիքով ինչու չի փակվում Հայաստանում ռուսական լրատվամիջոցները։ Պարոն Նավասարդյան, ձեզանից սկսենք։ Դե ինչու չեն փակվում, կարծես թե մենք բավականին անկեղծ բացատրություններ լսում ենք մեր իշխանության ներկայացուցիչների կողմից։ Նրանք ուզում են շեշտել, որ ամեն դեպքում Ռուսաստանի
այդ հարաբերությունները կարևոր են մնում եւ չեն ցանկանում սրել այդ հարաբերությունները, փակելով ռուսական հեռուստաալիքները, բայց մենք շարունակում ենք պնդել, որ դա անհրաժեշտ քայլ է եւ տեսնենք ինչպես կլինի։ Ի վերջո գիտակցությունը գոնե կա, որ դրանք մեծ վնաս են հասցնում մեր տեղեկատվական միջավայրին, քանի որ բացի դրանից, որ հակահայկական բավականին մեծ ծավալի բովանդակություն կա այնտեղ, բացի դրանից ներկայացնում են աշխարհում զարգացումներ, այդ թվում նաև Ուկրաինայում պատերազմը կեղծ նարատիվների ներքո եւ դա իհարկե մի կողմից ապատեկացնում է մեր հասարակությունը ընդհանրապես աշխարհի անցուդարձի մասին, բայց նաև այդ ատելության խոսքը, այդ պատերազմի քարոզը պաստորեն, որը հակասում է եւ մեր միջազգային պարտավորություններին եւ սահմանադրությանը եւ մեր ներքին օրենսդրությանը տարածվում է եւ այն չի կարող իր հետևանքը չունենալ մեր համակարգացիների մտավոր եւ հոգեբանական վիճակի վրա։ Ես հավելացնեմ Դավիթի ասացին, որ մեր եվրոպացի գործընկերները իհարկե փորձում են հնարավորինս այդ թվում նաև տեղեկատվական անվտանգության առումով փոխհատուցել այն կորուստները, որ եղել են ԱՄՆ-ի կողմից միջազգային զարգացման ուղղությամբ տրամադրվող միջոցներին, բայց առայժմ դա բավականին դանդաղ է տեղի ունենում եւ մենք գոնե այս օրերին եւս մեկ խնդրի առջեւ կանգնեցինք, որ մի շարք ամերիկյան ծրագրեր, նույնիսկ որոնք չէին ենթադրվում փակման համար, այսօր կամ հետաձգվում են կամ փակվում են այն պատճառով, որ ԱՄՆ-ում բյուջեի հաստատման հետ կապված ճգնաժամ կա։ Եվ հաշվի առնելով, որ Հայաստանին բավականին արագ է պետք իրականացնել այն ծրագրերը, որոնց նպաստում է ԱՄՆ-ն, այդ հետաձգումը եւ դանդաղեցումը իհարկե չի կարող չմտահոգել։ Մանավանդ որ դա վերաբերում է ոչ միայն տեղեկատվական անվտանգությանը, այլ նաեւ, ինչպես ասում են, hard security, պինդ անվտանգությանը, եթե կարելի այդպես թարգմանել։ Ցանկացած ռեֆորմների վերաբերյալ բոլոր բաները այսօր այո, սահմանների պահպանության առումով ԱՄՆ-ն հիմնական կարծես թե գործընկերներ Հայաստանի մինչև վերջերս, բայց այդ ծրագրի հետ կապված նույնպես կա հետաձգման միտում։ Մի խոսքով ուրախանալով դրական զարգացումներով մենք շարունակում ենք դժգոհ լինել եւ մտահոգվել ամեն ինչով, որը չի ստացվում կամ լավ չի ստացվում կամ որտեղ մենք տեսնում ենք մեր իշխանությունների ձախողումները։ Ես թեման շարունակելով Բորիսի ասած, այո, ռուսական ալիքների թեման արդեն բազմիցս քննարկվել է բայց տեսնում ենք, որ հակված չեն իշխանությունները որևէ իրական քայլ կատարել այդ ուղղությամբ, բայց բալանսավորել կարելի է օրինակ համացանցային տեղեկատվության միջոցով։ Ցավոք սրտի այստեղ էլ առանձնապես պարծենալու բան չկա, որովհետև հիմնական կայքերը, որ Հայաստանում գործում են եւ հազարավոր ընթերցողներ ունեն, թարգմանում են իրենց լուրերը, այդ թվում նաեւ ռուս-ուկրաինական իրադարձություններից լուրջ, հիմնականում թարգմանում են ռուսական աղբյուրներից եւ կամա թե ակամա ստացվում է, որ ներկայացնում են իրադարձությունների վերաբերյալ ռուսական տեսակետները եւ ռուսական քարոզչության տեսակետները։ Այս առումով պետք է ասեմ, որ ցավոք սրտի ուկրաինական կողմը բավականին пассив է։ Այս մասին ես մեր նախորդ եթերներից մեկի ժամանակ եմ ասել, ցավոք պետք է արձանագրեմ, որ առանձնապես բան չի փոխվել, բացի երևի թե մարդ ձեր հաղորդումից, որը Հայաստանում եւս շատերը դիտում են, եւ ձեր Telegram ալիքից շատ քիչ հայալեզու տեղեկատվություն կա, որը ներկայացնում է օբյեկտիվ կամ ուկրաինական տեսակետի իրադարձությունների վերաբերյալ։ Սա բավականին բարդացնում է սովորական հայ ընթերցողի հանդիսատեսի հայկական լսարանի խնդիրը, որովհետև օբյեկտիվ ինֆորմացիա հայերեն լեզվով կամ թեկուզ գոնե ռուսերեն լեզվով այս պահին այնքան էլ հեշտ չի Հայաստանում։ Այդ իսկ պատճառով սպառողների մեծամասնությունը ստանում է հենց ռուսական տեսակետը, այնպես որ կարծում եմ պետք է չի զարմանալ նաև, որ նաև օրինակ ադրբեջանական կամ ռուսական թեզերն են այստեղ տեղ գտնում, որոնք ներկայացնում են Ուկրաինան որպես թշնամի պետություն, Հայաստանի համար թշնամի պետություն։ Սա արդեն դրան նպաստում են նաև օրինակ ադրբեջանական քարոզչությունը, որը ձգտում է Հայաստանին եւ Ուկրաինային որպես թշնամիներ ներկայացնել։
երբեմն եւ դրան իհարկե նաեւ սիրով մասնակցում են նաեւ ռուսական լրատվամիջոցները, այնպես որ այս առումով նաեւ ուկրաինայական լրատվամիջոցները եւ հասարակական կազմակերպությունները նաեւ դեսպանությունը, որը մեծ անելիք ունի այստեղ, կարծում եմ կա մեծ դաշտ կա աշխատանքի եւ ես ենթադրում եմ, որ առաջիկայում եւս կարող եք այդ դաշտը լցնելուն ինչ-որ ձև նպաստել։ Դեսպանատունը ճիշտ ասած չեմ էլ հիշում վերջի անգամ երբ է մեկնաբանություն կամ ինչ-որ ասուլիս կազմակերպել։ Տեսեք, շատ հետաքրքիր թեմա է։ Ընդունելություն է կազմակերպել, բայց ասուլիս չէ։ Ընդունելությունները դա ամեն տարվա են, ասուլիսները առաջ գոնե կային պատերազմի սկզբին, առաջի 2 տարիները գոնե կային։ Օրերս մեր երկրորդ ալիքում մի հատված էինք տեղադրել Արմեն Չիվողջյանի եթերից, որը վերաբերում էր Զելենսկու չկատարված այցին Հայաստան։ Արմենը ներկայացրեց իրավիճակը, գիտեք ինչն էր հետաքրքիր, որ Փաշինյանի կողմնակիցների մեկնաբանությունները ամբողջությամբ 5-րդ Շարասյան թեզերի վրա էին։ Սկսել էին հիշել էլ չեղած ֆոսֆորը, էլ առաջի պատերազմի այդ վարձկանների, այն ինչ որ 5-րդ Շարասյունը Ադրբեջանը շատ ժամանակ բերել է հայկական տեղեկատվական դաշտ, մեզ թվում էր թե կարծես թե 5-րդ Շարասյան նարատիվները պետք է որ այս կողմում չանցնեին, հա։ Ես հատուկ պահել եմ բոլոր մեկնաբանությունները, կարելի է մտնել եւ տեսնել, թե Փաշինյանի կողմնակիցները ինչեր են օգտագործում, ինչ թեզեր են օգտագործում, պաշտպանելով Փաշինյանին առանց, ասենք, իրենց հաշիվ տալու, որ խոսքը Հայաստանի իմիջի մասին է։ Հայաստանի իմիջի մասին ուսանք Stratcom-ը երբ որ ստեղծվի, արդեն ավելի լուրջ աշխատանք կտարվի։ Տեսեք, ես օրերս անդրադարձա, շատ էին գրում մեկնաբանություններում, ինչու՞ չես անդրադառնում եկեղեցու եւ իշխանությունների հարաբերություններին։ Ես կրոնագետ չեմ, ես չէի ուզում ճիշտ ասած այդ հարաբերություններին անդրադառնալ, հատկապես երբ ես իմ կարծիքն է, որ սա քաղաքական տեխնոլոգիա է, ոչ միայն եկեղեցականների, հա, այսպես ասենք, հետ այդ հարաբերությունները ձեր կարծիքով ինչ է տեղի ունենում եկեղեցու եւ պետության մեջ, դուք այդտեղ եք ապրում, հաստատ իրավունք ունեք եւ խոսելու եւ ձեր կարծիքը ասելու, արդյոք միայն եկեղեցին ու պետությունն են, թե կան այլ կողմեր, ճիշտ եկեղեցականներն են ու պետությունն է, թե այլ կողմեր էլ կան այս կոնֆլիկտի թաքնված կամ ոչ թաքնված կողմեր, հետաքրքիր է լսել ձեր կարծիքը, պարոն Նավասարդյան, ձեզանից սկսենք։ Դե իհարկե, սա որևէ կապ չունի ոչ կրոնի, ոչ էլ մեծ իմաստով եկեղեցու կարգավիճակի հետ, սա միանշանակ պետք է դիտարկել քաղաքական անցուդարձի տրամաբանության մեջ եւ կոնյունկտուրայի մեջ, ինչ է իրենից ներկայացնում այսօր Հայաստանի եկեղեցին։ Նախ պարզ է, որ այդ ինստիտուտը բազմաթիվ առողջության հետ խնդիրներ ունի, ինչպես եւ համարյա բոլոր հանրային ինստիտուտները Հայաստանում, եւ դա պայմանավորված է իհարկե հանրային բարոյականության ցածր մակարդակի հետ, եթե սկսում ես տարբեր չարաշահումները, տարբեր բացասական երևույթները այս կամ այն հանրային ինստիտուտում հանդուրժել, այդ հանրային ինստիտուտը գնալով ավելի ու ավելի անառողջ եւ հիվանդ է դառնում եւ ասենք այն, որպեսզի չստացվի, որ ես միայն եկեղեցու մասին եմ ակնարկներ տալիս, եթե հանդուրժում է Հայաստանի հասարակությունը, որ մենք ունենք այն խորհրդարանը, որ ունենք, եւ հանդուրժում է այն, ինչ կատարվում է խորհրդարանում մեր հիմնական քաղաքական հարթակում, պարզ է, որ չի կարելի ակնկալել, որ այդ խորհրդարանը գոնե մինչև գալիք ընտրությունները կբարելավի իր գործունեությունը եւ ավելի լավ կծառայի ազգային շահերին։ Նույնը կարելի է ասել եկեղեցու մասին, եթե բոլորը ամեն ինչ գիտեն, ինչ կատարվում է եկեղեցում, բայց շարունակում են հանդուրժեն, ուրեմն դա հանրության խնդիրն է ավելի շատ, այլ ոչ թե միայն եւ կոնկրետ այդ ինստիտուտի։ Դա մի հարթություն է, որը պետք է քննարկել։ Երկրորդ հարթությունը դա նա է, որ բարձ է, որ եկեղեցին բավականին պահպանողական կառույց է, այն չի կարող իր առաջնահերթություններում արագ փոխվել։ Եկեղեցում հեղափոխություններ չեն լինում, եկեղեցում չեն լինում պարբերաբար ընտրություններ, այսինքն եկեղեցականները ծառայում են այնքան, ինչքան ծառայում են եւ դրա վերաբերյալ չկան որևէ ներքին կանոններ կամ օրենքներ, եւ դա նշանակում է, որ եկեղեցին չի կարող այնքան արագ փոխվել, քան արագ փոխվում է, ասենք, քաղաքական միջավայրը։ Եվ մենք շատ լավ հասկանում ենք, ինչպիսի
մտերիմ հարաբերություններ եկեղեցու համար ոչ վաղ անցյալում կային եկեղեցու եւ խորհրդային կարգերի միջև, ինչպիսի կապեր կային եկեղեցու եւ նախորդ նախագաների թիմերի հետ եւ պարզ է, որ մի քանի տարում դա չէր կարող փոխվել։ Գիտենք նաեւ, որ որոշակի կապեր կան, այդ թվում նաեւ բարեկամական մեր եկեղեցու եւ Ռուսաստանի հետ, այսինքն մենք բոլորս դա այդ բոլորը գիտենք, հա, եւ դա նշանակում է, որ չէր կարող եկեղեցին այս վերջի զարգացումների արդյունքում, մանավանդ որ իհարկե չի կարելի պատասխանատու չճանաչել մեր իշխանություններին այն ողբերգության համար, որը տեղի ունեցավ 2020 թվականին, դրանից հետո 2023 թվականին հայաթափումը Արցախի։ Այսինքն կան թեմաներ, որտեղ եկեղեցին չունենալով համակրանք այս իշխանությունների նկատմամբ կարող է նաև ներկայացնել մեղադրանքներ եւ դժգոհություններ։ Եվ վերջին հարթությունը, իհարկե հարթությունները շատ են, որը ես ուզում եմ շեշտել այս համատեքստում, դա նա է, որ եկեղեցին նաև ցանցային կառույց է, իսկ բոլոր ցանցային կառույցները մեծ ազդեցություն ունեն ընտրությունների արդյունքների վրա։ Եվ հաշվի առնելով այն ոչ բարեկամական հարաբերությունները, որ կան Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի մի կողմից եւ եկեղեցու հետ մյուս կողմից, այդպիսի ցանցային կառույց ունենալը, ինչպիսին եկեղեցին է, դա մարտահրավեր է Նիկոլ Փաշինյանի էլեկտորալ պլանների համար։ Եվ հենց դա է պատճառը, ինչու այն, ինչի մասին մենք վաղուց իմացել ենք, հանկարծ այսօր դառնում է ընդունում է ագրեսիայի ձևեր, ընդունում է քրեական հետապնդման ձևեր, պայմանավորված է հենց այդ նախընտրական փուլում ցանցային կառույց հանդիսանալու հանգամանքով։ Ինչպես եւ Նիկոլ Փաշինյանի եւ Սամվել Կարապետյանի հակասությունները մոտավորապես նույն հանգամանքներով են պայմանավորված եւ Ռուսաստանի հետ կապը, եւ նախկին իշխանությունների հետ կապը, եւ էլեկտրացանցեր որպես ցանցային կառույց լինելու հանգամանքի հետ, որը կարող է եւ այդ բոլոր նշած հանգամանքները կարող են ընտրությունների համար բավականին լուրջ դերակատարություն ունենալ եւ մենք տեսնում ենք, որ այդ ցանցային կառույցները իմ նշած համատեքստում չեզոքացնելու համար կիրառվում են այնպիսի միջոցներ, որոնք նորմալ երկրում չպետք է կիրառվեն։ Այսինքն այստեղ կան եւ ընտրողական արդարադատություն, այստեղ կան եւ ապօրինի հետապնդումներ, որոնց առանց որևէ կասկածների կարելի է անվանել քաղաքական հետապնդումներ, եւ որքան էլ երկրի ապագայի տեսակետից այն կարգախոսները, որոնք հնչեն եւ եվրոպականացման, եւ խաղաղության, եւ կոռուպցիայի դեմ պայքարի, որոնք հնչեցվում են, բայց պրակտիկ դաշտում դա շատ փոքր անդրադարձ է ունենում, բայց ամեն դեպքում որքան էլ դա հաճելի է լսել, հա, կամ հաճելի է պատկերացնել այնպիսի ապագա Հայաստանի համար, բայց միջոցները, որոնք օգտագործում են այդ ապագան ապահովելու համար, իհարկե ընդունելի չեն կարող համարվել, մանավանդ եթե դու սովորում ես այդպիսի ոչ միշտ օրինական միջոցներով հարցեր լուծել, դա կարող է դառնալ սովորություն, իսկ մենք ուզում ենք եվրոպական երկիր դառնանք, որպեսզի մեր մոտ լինեն այն նույն ստանդարտները եւ կյանքի եւ պետական գործունեության, ինչ կա եվրոպական երկրներում, այլ ոչ թե որպեսզի անունը լինի, որ Հայաստանը եվրոպական պետություն։ Եվ այն քայլերը, որոնք այսօր ձեռնարկվում են իշխանությունների կողմից, բոլորովին չեն խոստանում, որ մենք հենց այդպիսի երկիր ենք ուզում դառնանք, եւ թող մեզ չբացատրեն, որ դա ընդհանրապես ժամանակավոր միջոցներ են, որոնք բարի նպատակների համար են, որտեվ եթե, ինչպես ես նշեցի, դա սովորություն է դառնում նման միջոցների կիրառումը, հետագայում դրանցից ազատվելը շատ բարդ է լինելու, երբ որ դու քո պրագմատիկ խնդիրը իբրև լուծելու ես։ Սրանք բոլորը մտահոգում են իհարկե, եւ անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան գնահատականներ այսօր հնչեն մեր հասարակությունում, որ մենք իհարկե ուզում ենք մեր երկրի համար եւ խաղաղություն եւ եվրոպական ապագա, բայց ոչ այն միջոցներով, որոնք կիրառվում են։ Ես ավելացնեմ Բորիսի հետ համաձայն եմ գնահատականների մեջ, պարզապես կարծում եմ, որ գլխավոր միտումը, որը կա այսօր իշխանությունների եւ եկեղեցու միջև հարաբերություններում, այն է, որ Փաշինյանը ձգտում է Իրան ենթարկեցնել բոլոր կառույցները, որոնք հնարավոր է
ենթարկեցնել եւ այդ առումով եկեղեցին դիտարկում է որպես մեծագույն սպառնալիք իր իշխանության համար։ Այդ իսկ պատճառով կարծում եմ նա ձգտելու է միջև ընտրություններ կամ չեզոքացնել այ առաքելական եկեղեցին կամ փոխարինել այնտեղ իշխանությունը իրեն համար ավելի լոյալ մարդկանցով, որոնք չեն գոնե հրապարակային, չեն քննադատի իրեն իր քաղաքական գործունեության համար եւ չեն խոչընդոտի գուցե իր քաղաքական կուրսին։ Ես այն ամենը ինչ որ տեսնում եմ, ես դրա հետ բոլորովին համաձայն չեմ։ Կարծում եմ, որ պետությունը չպետք է խոչընդոտի եկեղեցու, ինչպես նաև այլ կրոնական կառույցների գործունեությանը եւ ինքը չի կարող իրավունք չունի նաև սահմանադրորեն իր սեփական նախաձեռնությամբ այնտեղ մարդկանց նշանակել կամ փոխարինել այս կամ այն եկեղեցականին կամ առավել եւս կաթողիկոսին։ Այս արշավը նաև դրսից բավականին տգեղ տպավորություն է թողնում։ Ինչպես արդեն նշեցի, ինձ համար ակնհայտ է, որ բոլոր առումներով իր բոլոր հակառակորդներին Փաշինյանը ձգտելու է չեզոքացնել միջև գալիք ընտրությունները, թե քաղաքական օպոնենտներին, թե պարզապես այն ակտիվ անձանց, ովքեր հանդես են գալիս իր դեմ եւ ամբողջ ռեպրեսիվ ապարատը այդ ուղղությամբ սկսելու է աշխատել, թե իրավապահ մարմինները, թե իր ենթակայությամբ տակ գտնվող քարոզչամիջոցները, սա ինձ համար որպես լրատվամիջոցի ղեկավար, որպես ակտիվ քաղաքացի չի կարող ինձ դա գոհացնել, որովհետև դա շատ կարճ ճանապարհ է դեպի դիկտատուրա, դեպի իշխանության ուզուրպացիա եւ այստեղ ես վտանգներ եմ, սպառնալիքներ եմ տեսնում, անկախ նրանից ովքեր են իր հակառակորդները, որովհետև այն մեթոդները, որ կիրառվում են, որևէ աղերս չունեն եվրոպական արժեքների, եվրոպական արժեհամակարգի հետ։ Հնարավոր չէ կառուցել եվրոպական դեմոկրատական պետություն, օգտագործելով KGB-ի կամ Խորհրդային Միության ամենատխրահռչակ մեթոդները, այդպես չի լինի։ Եվ թող մեզ չասեն, որ անհնարին էր կոնստրուկտիվ լուծումներ գտնել եւ դա է պատճառը, ինչու այդպիսի կտրոկ միջոցների գնաց իշխանությանը, եթե կարողանում ես պայմանավորվել այնպիսի հակառակորդի հետ, ինչպիսին Ադրբեջանն է կամ ինչպիսին Թուրքիան է, մի կերպ կարելի էր հայկական կառույցների հետ հասնել ինչ-որ կոնսենսուսի եւ քաղաքակիրթ հարաբերություն։ Ուզում եի ասել, որ մենք, չգիտեմ, Բորիսը համաձայն է իմ գնահատականի հետ թե ոչ, բայց չեմ տեսնում նման երկխոսության ցանկություն ընդհանրապես չեմ տեսնում։ Հակառակը մի տեսակ մամլիչ է գործի են դրել եւ ցանկացած քննադատություն ընկալվում է որպես, չգիտեմ, սպառնալիք եւ ցանկացած քննադատության համար պատրաստ են նաեւ պատժել, ինչ որ բաներ ձեռնարկել, քայլեր ձեռնարկել, հաշվի չառնելով, որ գուցե այդ քննադատությունը ոչ թե ի վնաս է, այլ ի օգուտ, այսինքն գուցե մենք պարզապես հուշում ենք, թե ինչ քայլեր կարելի է անել, նախ եւ առաջ այս հասարակության մեջ ստեղծված անդունդը գոնե որոշակիորեն վերացնելու ուղղությամբ, որ առաջացել է այդ քաղաքական ծայրահեղական ընկալումները, որ գոյություն ունեն, փոխարենը հարթվեն, ել ավելի են սրվում եւ արդեն դժվար է կանխատեսել, թե այս ամեն ինչի ինչով կարող է ավարտվել։ Սովորաբար բարքնքիրներ եւ բարեփոխումներ հնարավոր է իրականացվել, երբ որ ունես համախմբված հասարակություն եւ դու ունես պարակտված հասարակություններում եւ այդ պարակտվածությունը, ասենք, համապետական քաղաքական դաշտից արդեն սկսում է իջնել դեպի առանձին համայնքներ, շատ դժվար կլինի հետագայում այն բոլոր դրական պլանները, որ մենք ունենք, իրականացնել այդ պարակտված հասարակության հետ։ Հասարակական վստահության մակարդակն է շատ ցածր, մեկը օրինակ ինձ մոտ ոչ մի բան խոստում նոր խոստումները միշտ թերահավատություն են առաջացնում, որովհետև միշտ կարելի է մի փոքր, ասենք, ուսումնասիրելով 1, 2, 3 տարվա
պատմությունը միշտ կարելի է գտնել բազմաթիվ խոստումներ, որոնք տրվել են, բայց որոնցից որևէ մեկը մինչ օրս չի իրագործվում։ Ըստ որպես քաղտեխնոլոգ Փաշինյանի քաղտեխնոլոգներին կարող եմ հեռակա խորհուրդ տալ, եւ այն ձայները, որոնք իրենք այս միջոցով ցանկանում են հավաքել, այդ միջոցների արդյունքում կարող են ավելի շատ կորցնել։ Այս ուղղությամբ է պետք մտածել, որովհետեւ հայ հանրությունը միշտ արդարության կողմնակից է եղել, միշտ ձգտել է արդարության եւ ազատության եւ ցանկացած այլ միջոցներ շատ վատ է ընկալում, այնպես որ լավ կլինի արդար ընտրություններ տեսնել եկող տարի, որովհետեւ ես տեսնում եմ, որ տենդենցիան գնում է նախընտրական ռետորաբանության։ Ձեզ շատ շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտնում մեր լսարանի համար։ Չնայած պատերազմին մենք աշխատում ենք Հայաստանի հարցերին էլ տեղակ լինենք, մեր լսարանի տեղակ պահենք։ Շնորհակալ եմ եւ ամենայն բարիք Հայաստանին, իսկ Ուկրաինային խաղաղություն եւ հաղթանակ։ Շնորհակալ ենք շատ։